բացատրեմ, հասկանում ես, իմանես լայնս են շպիտով նստած ես, ասում եմ թվասերը չի պրոստը զենց փուչիկը տրակացնու ժամ ընկել գլխի, ու պիտոմ հետ սաղ գլխիս, ասում եմ կողքը չէ, գլխիս, սաղ են ու մազերից Կողքը դիեսը չէր կարան։ Չէ, իմը էի չի թվասերն էր գլխիս, նա այդ փամփալիկները քո փուչիկներից էլի գլխիս էր սաղը 3 ժամ ես գլուխ եմ լվացել, հասկանում ես 3 ժամ։ Այդ հերիք չի ավտոյի մեջ այսպես ծորալով։ Նան ջան, մենակ դու չես, քոնը թթվասեր էր, իմը կեչուպ էր, ես միջև հասել եմ տուն, չորացել էր, հազիվ մաքրել էր։ Կեչուպային Երեխեք բոթասներն մի սկսեք, ես ծախսել եմ արդեն 200,000-ը, անգամ քիչ մաքրվար գուբար չկա, լայք։ Հաճույքով կծախսես, իհարկե, էլ ոնց կլներ, ում գլխի սմետանգա ով շահի։ Ասում են պանիկա չանես, բայց չգիտեմ, որ ես բարձրությունից վախենում եմ։ Լավ, մենք չենք ասի, որ մենք բարձրությունից վախենում ենք։ Մեկնարկում է Arm Games-ի կիսաեզրափակիչ խաղը։ Այո։ Եվ ձեզ հետ են ինչպես միշտ Մարիամը եւ Արամը։ Ես այսօր լինելու եմ մի քիչ ավելի բարի, բայց մի քիչ։ Հա, չեմ հավատում, բայց լավ։ Այսօր 16 մասնակիցներ միմյանց դեմ մրցելու են եւ հնարավոր է ուղիղ կեսը լքի նախագիծը, մյուս կեսը անցնի եզրափակիչ։ Հնարավոր բառի մեջ կասկած կա, որը ինձ մի քիչ շնչելու իրավունք է տալիս։ Այո, ամեն դեպքում թիմերը բաժանվել են երկու մասի։ Մի կեսը պարտվելու է, մյուս կեսը հաղթելու է։ Հաղթող թիմը միանգամից անցնելու է եզրափակիչ, իսկ պարտվող թիմը անցնելու է սպասման ռեժիմ։ Որտեղ հույսեր կան։ Հնարավորություն կա, որ 1 կամ 2 կամ հնարավոր է 3 Վայ։ անցնեն եզրափակիչ։ Բացատրեմ ինչ է կատարվում։ Ըստ հավասար կաշային կարգերի նրանք բաժանվել են երկու թիմերի։ Որտեղ իզնից աջ նստած է Լեդիանին, իսկ մյուս կողմում նստած է Կրիստին։ Նրանք կոպիտ ասած, նրանք զոհերն են իրենց թիմերի կամ նրանք այն մարդիկ են, որոնց ամբողջ թիմը պետք է պահի։ Բացատրենք խաղը։ Բացատրենք խաղը։ Գնացինք։ Խաղը կոչվում է պահիր թե կարող ես։ Մասնակիցները բաժանվել են երկու թիմի, ամեն թիմում 8 հոգի։ Ամեն թիմը պետք է օդում պահի մեկական մասնակից։ Դժվարությունը նրանում է, որ ամեն անգամ պարանը թողնելով մարդիկ են դուրս գալու խաղից։ Ահա։ Բայց խաղի մեջ նաև ինչպես բացատրվեց, շատ հետաքրքիր է, որ մասնակիցները, որ հերթականությամբ պետք է թողնեն պարանը, իրենք էլ պետք է որոշեն, բայց ես եմ որոշելու, տղա է թողնում թե աղջիկ։ Ես չեմ կարող որոշել։ Չէ, դու իմ կողքը հմայիչ տեսքով ժպիտով ես ժպտա։ Դու ինձ անընդհատ խնդրելու ես, որ ամեն անգամ փորձենք մեկ հոգի պակաս մարդ դուրս գա։ Քո ֆունկցիան դա է այսօր։ Okay։ Կհամոզես ինձ։ Կհամոզեմ։ Շատ լավ։ Դե ինչ, մասնակիցներ պատրաստ եք։ Մասնակիցներ պատրաստ եք։ Դե ինչ, երկու թիմերը պատրաստ են։ Անին ու Կրիստին բարձրացրեցինք։ Խաղը մեկնարկեց։ Արի վայելենք։ Արի։ Լավ է, երեխեք, լավ է։ Հանեց սիրուն եք ստեղից չեք պատկերացնի, մեկը մեկից գեղեցիկ։ Ես էլ եմ թեթև։ Անի ջան։ Ոնց ես։ Լավ եմ, մի քիչ տխուր եմ, որ երեխեքի հետ չեմ, բայց հուսամ, ամեն ինչ լավ է։ Ուսամ։ Վստահ եմ։ Անի, գիտես չէ, որ դու հանկարծ չանցնես եզրափակիչ, այնքան մեծ բանակ ունես, աղջիկ երեխաների մասնավորապես։ Ես շատ շնորհակալ եմ իրենց, ես հուսամ իրենց սպասումները կարդարացնեմ։ Բայց այսօր մենակ քո արտարացնելով չի, թիմդ պետք է քեզ Բայց պահի։ ես դες հավատում եմ։ Արդեն գնում էր Անին։ Իրականում համ հաճելի է, համ ոչ, որովհետև ես բարձրությունից վախենում եմ ու փորձում եմ ցած մասնակիցներին նայել։ Իրանք ցած շատ փայլուն աչքերով են նայում։ Մի քիչ մասով ոգևորում է։ Ես էլ դե ժպտում եմ, որ չհասկանամ, որ վախենում եմ իրականում։ Հա, որովհետև քեզանից շատ բան է կախված, որ դու լարվես, իրենք բոլորով լարվելու են։ Քրիստ, Գևորը ուրա թողա ինքը քեզ բարձրացնի, մենք ենք գրկե։ Գիտես, որ հետականության մասնակիցները պետքա թողեն։ Ես իմ թիմին հավատում եմ։ Լավ, մի հատ հարցամ, ով կուզես վերջինը քեզ պահի, ում կվստահես քեզ։ Ըստ ուժերով ինձ թվում է ամենաճիշտ կլինի, որ ինձ Ռոբը պահի վերջում։ Ռոբը։ Այո։ Հասկացանք։
Կրիստ, ինձ ասա հիմա այս շարքում գտնվող մարդկանցից ում ես ամենաշատը վստահում։ Իրականում բոլորին էլ վստահում եմ։ Բոլորին էլ վստահում Հա, ես։ բոլորին վստահում, որովհետև մենք թիմ ենք ամեն դեպքում։ Ահա։ Ուրեմն մի թիմում որտեղ մասնակիցները ունեն շատ հետաքրքիր ռազմավարություն, մասնավորապես Սեկուն, Լյովը եւ Լիլիթը ընդհանրապես չեն բռնել, 4 հոգով տանջվում են, նրանց ռազմավարությունը այդպես է։ Մարիամ, Մարիլը, Մարիամ։ Ուշադրություն դարձնեք մյուս թիմի ռազմավարությանը, ես նկատել եմ ռազմավարությունը։ Այնտեղ երեկո Մնացածը հանգստանում ուժեր են խնայում։ Իմ թիմը իր համար խաղեր է խաղում։ Դուք լավ եք։ Լավ, անկեղծ, որ թիմը կուզես պարտվի։ Պարտվի չեմ կարող։ Ինչի՞։ Չէ, այս պայն չունեմ նման զգացողություն, որ կուզեմ որ Այդտեղ Ռիփսիմենա Խոշոդյան։ Քերջան, այ, ահա, ահա։ Դուք շատ մի պարեք, որովհետև ձեր պարելուց ստեղ ես էլ եմ պարում։ ուժային առումով ես Իսկ մա իրենք քիչ ավելի շատ մի ուժեր քիչ են։ խղճում եմ այս թիմին, որովհետև թույլ եմ Ուսեին Բոլտը մասնակից։ անտեղ է, Սեկուն այնտեղ է։ Ռոբը այնա պարում է նայ։ Լավ է տրամադրությունները, շատ լավ է։ Երկու թիմերում էլ հավասար ուժային մարդիկ են, չէ՞։ Ինչա, մեկին կարող արդեն ասեմ թողեն, արդեն ժամանակն են դու բարտասնում։ Դե ասա, արդեն գժվացրել ես։ Շատ լավ։ Ուշադրություն։ Ամեն թիմից մեկ հոգի Մեկ հոգ։ բաց է թողնելու պարանը։ Եվ այդ մեկ հոգին պարտադիր պետքա լինի տղա։ Գնացի ես։ Ես բարտասում։ Նա ես գիտեմ ինքը ինչ անելու։ Ես զգում եմ։ Լավ ջան, Ջան, որոշեցի որ դու նուրբիկ ես, դու թույլիկ ես։ արի չվիրավորենք ինձ, ուղղակի որոշեցի ես առաջինը ազնվիրաբար լքեմ ես խաղը։ Դու պաստան որ նուրբիկ ես, որ թույլիկ ես, դու զոհով տղա ես։ Զոհող, ես ինձ Ստոպտել այս թիմից։ Ստոպչան։ Երկու ընկեր ինչ խելքները դիչեց դուրս եկաք։ Ժողովուրդ, բայց գիտեք, չէ, հիմա ասեն ծիծաղում ենք, ժպտում ենք, չէ, վերջի 2-3 մասնակիցի համար շատ բարդ։ Վերջում Լենան, բայց իրոք դժվար է։ Ձեր կաշին Վերջին կեցից։ 6 հոգու համար է դժվար նոր։ Լուրջ։ Չէ, մեր մոտ երկու հոգի չեն բռնել։ Իսկ դե մենակ Կարինեն ա բռնում, մի մոտ մեզ տպավ նայեք, մենակ Կարինեն ա բռնում, նայեք։ Ուշադրություն դարձեք Կարինե Արուստամյանի։ Շատ ուժեղ։ Ծոք, բրավ, շատ հոգնեցիք, էլի գնացեք նա ջուր խմեք։ Ինչ է։ Գնացեք։ Շատ հոգնեցիք։ Հիմա բայց դու ինադու էսպես ես անում, որ իրենք անդադար հոգնեն։ Դե էլի թող հոգնեն, էլի։ Շատ լավ։ Ամեն թիմից բաց է թողնում Ցուսեք։ մեկ մասնակից։ Մասնակիցը պարտադիր աղջիկ։ Թողել ես։ Այնտեղ Լենան դուրս եկավ։ Լենան դուրս եկավ, այստեղ Ռուզիկա։ Լենա ջան, արի մեզ մոտ։ Արամի մոտ։ Երեխեք լավ արդեն պահել։ Ես ամեն դեպքում հավատում եմ, որ իմ թիմը ուժեղ է։ Դες են ուրախանում, ժպտում, ծիծաղում, Քրիստինա ջան, դու ստեղ իստին մտածիկ ես կպահեն արդյոք թե ոչ։ Երեխեք կհաղթեք, ընդեղ տեսել եք, էլի չա։ Դե 6 հիվանդություն կայնացա, դուք հանգիստ։ Ես ճիշտն ասած ուզում եի հասկանալ խի ես չեմ այդտեղ։ Դե որտեվ Քաշայինը հավասար ենք ընտրել։ Տակը պատկերացրեք, տակը լավ է։ Երեխեք ջան, դուք եք գնացեք ջուր խմեք, դուք եք։ Շատ ակնհայտ է երևում, նույն քաշի լինելը ձեր։ Լենային շատ եմ սիրում։ Ծոք, մի հատ անկեղծ հաստան, բայց անկեղծ պատասխան են։ Ըստ քեզ որ թիմը կախտի։ Մորը ուզում ես։ Բայց մտածում ես կախտի։ Հավեսան։ Հա, շատ դու չես քաշում, դու նստած ես։ Ձեր թիմից երեխեքա ասում են, որ ճիշտ կլիներ, որ Լենան նստեր էստեղ ու Լենային ինչ որ 10 կիլոգրամանոց մի բան տանք, որ կարողանան ուժերը Կրիստի հետ հավասար։ Նենց էին անում, որ ես ընդել լինեմ, որովհետև ես ուժեղ եմ ու Հա, հաստատ կկարողանայիր քաշել, այո, համաձայն եմ։ Բայց ինչ անենք։ Բայց սա Արամն է, սա Արամի խաղն է։ Լավ է։ Եվ նա է որոշ։ Սոպ, Մարիամը ասում էր, որ ըստ իրա այս թիմն ավելի ուժեղ է։ Դու էլ ես մտածում։ Ես չի մտածում։ Կապ չունի, այդ տեսքով որ նայում եք sense մեծ են, կապ չունի բաց։ Այստեղ քաշը կարևոր է այստեղ։ Հա, բռնանում կարևոր թևերն ու մեջքն են։ Չէ։ Լավ, ես ելնա մոտենամ արի, Լևոն ջան, արի։ Կրիստ, ո՞նց ես։ Դու ասա։ Մի քիչ խոսացեք ձեր ռազմավարությունից, էլի։ Մենք ուրեմն սենց Բայց ունեք հա ռազմավարություն։ Հա,
ունենք։ Ցում եք, հեսա կարող խաղ արեք պրծելի ձեր ռազմավարության ակտիվություն։ Կարա լինի, որովհետև սկզբից ուժը տվել ենք Կարային, ինքը պահի։ Ոնց եք։ Լենան ու Ստյոպը պետքա դուրս գային, որտեղ թեթև պահողներն էին։ Գորնա ուժեղ, Կարանա ուժեղ, մենք ստե հանգստանում ենք, եթե ինչ ես վերջում, հետո Ռոբը վերջին կանգնացնայինք, вообще շատ հանգիստ է։ Կարա թողեք իրան։ Ռաֆ, ոնց որ չես պահում։ Նայ, մենք օգտագործում ենք ինտելեկտը, խնայում ենք ուժերը, որ հետո ձգերով, ծանր քաշայիններով պահենք իրան։ Հասկացա Ես ես։ մեկարամ սենց անեմ ուղղակի։ Ապրես կար։ Գոր, փորձի ծունկդ վրեն տնես։ Շատ լավ։ Ոչ փորա։ Ընկնում եմ բարձր հանեք։ Ну, այնպես չեմ ասում, թույլ եք, բայց կթողեք, էլի դուք։ Ոչ մեկիդ նամյոկ չեմ անում, բայց դուք Պարանը թողնում է մեկ տղա։ Որևէ տղա։ Ճիկոն դուրս եկավ։ Ճիկոն դուրս եկավ, այնտեղից էլ գորը դուրս եկավ։ Լավ, ես տեղ առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ չեմ կարել հրաժարվեմ։ Նանո, Ինչ։ դու պաղ-պաղ սիրում ես, չէ։ Մանիպուլյացիաների մի Դու պաղ-պաղ սիրում ես, չէ։ Ոչ, ես այս բանին ոչինչ չեմ։ Ո՞վ է պաղ-պաղ սիրում։ Ծնկով, երեխեք ծնկի ես ոսկորի հատվածը դեմ տվեք այդ պարանի վրա։ Ռաֆ, ես քեզ առաջարկ ունեմ, արհլարի։ Քո սիրած բաներից եմ անում։ Եթե դու հիմա թողնում ես, հենց հիմա ես քեզ տալիս եմ 200,000 դրամ։ Կարկանում եմ 200,000 դրամ քեշ։ Իմ թիմը հենց հիմա առանց ինձ էլ կարա պահի, բայց իմ թիմը ավելի մեծ արժեք ունի, քան 200,000 դրամը։ Երեխեք ընկնում եմ կար, քեզանից կախված կա շատ բան։ Արամ սխալ մարդու արցնեցին, ինձ մոտենայի։ Մի ձեռով դավաճանել ինձ մա։ Հիմա պետք է սա դավաճանել։ Ամեն դու դավաճանել։ Վերջին շրջանում ամենաշատը երկրպագուները ոնց որ թե սիրում են Ռաֆին։ Նայեք 200,000 դրամի համար պատրաստ է դուրս գալ։ Լավ։ Խնդրում եմ, պահեք։ Սեկու։ Պահեք։ Մարիամը մի հատ առաջարկ ունի քեզ։ Եթե հենց հիմա դու պարանը թողնում ես։ Մարիամը կարող է առաջարկը ինքը ասի։ Ասա։ Դա Մարիամի առաջարկը չի սեկու, եթե թողնում ես այդ պարանը։ 200,000 դրամ փող եմ տալի, հենց հիմա քեշ, պարանը թող։ Չի կարա լինի, Ինչի։ որովհետև դավաճան չեմ։ 200,000 դրամ։ Ո՞վ ընդեղ է։ Դուրս գալիս է, որ ոչ մեկը չի համաձայնում։ Okay. Գայս, այ։ Թողում ես։ Իսկական Տալիս եմ մարսնակիցներ են։ հենց հիմա 250,000 դրամ։ Չէ, 300 ասա։ 250,000 հենց հիմա տալիս Երեխեք եմ։ ստարկե բարձրացրի։ Հենց հիմա տալիս եմ, Ռոբ։ 1 250 չէ։ 2 Քիչ է, չէ։ Էտը։ Այ կնդնում է։ Երեխեք չեմ կարում արդեն։ Կարում ես, լիլիս դասի, կարում ես։ Ուշադրություն։ Ահա որ կարում ես։ Պարանը թողնում է մեկ աղջիկ։ Լավ, սեկու, ինձ դասի։ Սեկու որ թողեց, պարանի Մյուս թիմից Նանոնա դուրս գալիս։ արի առաջ։ Պահի։ Հեվացեք, թողում եմ։ Կարինա Արուստամյանը։ Սեկու ոնց ես, օքեյ, ա։ Ինձ դասի, սեկու փորձի պարանդ փորով պահես։ Ինձ հնարավոր է պտտել գոնե թիմից մեջ կողջ չլինեմ։ Ես կօգնեմ։ Ասում կլինի պատտեք ես թիմին մեջ կոր չլինեմ։ Քրիս խնդրում եմ մենակ արտաշնչի, էլի մենակ արտաշնչի։ Ոնց է քեզ հարմար։ Շատ լավ։ Ձախ կողմում գտնվող թիմից դուրս եկավ Նանոն, իսկ աչից Կարինեն Արուստամյան։ Բարև ձեզ։ Տպավորությունները։ Վայ շատ լավ է, երեխեք հպարտ եմ, հնա ինչ երեխեք են, կամքից ուժեղ բաներով դուրս չեկավ սաղ, այսինքն նայի։ Լեջան։ 300,000 դրամ։ Դրամներ ինձ չի հետաքրքիր։ 300,000 դրամ։ Դրամը չի հետաքրքիր։ 300,000 դրամ։ Դրամը չի հետաքրքրում։ Նան բայց ուզում էիր ձեռքերը թոքնել էր արդեն։ Հոգնել եմ, բայց դե ճարս ինչ։ Ասել եմ պետք է անենք։ Սեկու։ Քանի արիթիպի գնաց, որ աշխատեց 300,000 դրամ։ Մի հարիթը։ Մի հարիթ լավ չեղավ։ Հարմար չէր։ Անի նայովա հայկը ֆրիստայլ, արի։ Անի, քեզ տեսնայում։ Դու խանգարի, Ռաֆ, դու Ռաֆը խանգարում է։ Ոյ Ռաֆո։ Արի, Լևոն, Վիպջան։ Երեխեք ինձ դասեք, ես ընկնում եմ, հանեք հլը։ Անեք հլը, ես ընկնում եմ։ Ահա, давайте։
Քանի երեխա ունես։ Քանի երեխա ունես դու։ Երկու տղա թարլան։ 400,000 դրամ տալիս եմ։ Մարդա տղեկիդ 200,000 դրամ։ Պարանը թողում ես։ Ուրեմն ես 400,000 դրամի համար իմ թմին դավաճանեմ։ Ես ամենավերջինը պետք է լինեմ, բացառվում է։ Ատես բան։ Ապրես։ Լավ։ Լավ ջան։ 400,000 դրամը չի գայթակվում։ 400-ը։ Լիլ ինձ լս։ Երեխեք։ Սեկու դավայ, ապրես։ Քեշ տալիս եմ, հենց հիմա անում եմ տալիս եմ։ Են մարոժնից չկա։ Չէ, մենակ 400,000 դրամ։ Չէ։ Ընդհանրապես չի գա։ Լավ։ Ուշադրություն։ Ես վայելում եմ։ Երեխեքը տանջվում են։ Բոլոր դուրս եկած մասնակիցները հետ են գնում, բայց կարան դուխ տան իրանց թիմին։ Պարանը թողնում է երկու թիմից մեկական տղա եւ մնում են աղջիկ տղա պահելով համար։ Մեկական տղա ամեն թիմից։ Լիլ ինձ լսի, սեկուն որ թողեց ես իջնելու եմ։ Ապրեք։ 1 2 Ռոբ։ ամեն թիմից մեկ տղա բաց է թողում։ 3 բաց ենք թողում։ Շաքավել եմ լուրջամ ասում։ Այ հիմա խաղը սկսվեց։ Խնդրում եմ, չասես մյուսը տղա դուրս գա էլի։ Թող sense բանկ, թող։ Լիլ արասը, լիլ թողեցի, բեր վզովս գցի։ Երեխեք ես իջնում եմ։ Ես հենց Ռաֆի դու դուրս եք։ ես ամենասկզբից էլ շատ ծանրություն էի վերցրել իմ վրա ու քաշով ավելի լավ է որ ինքը լինի։ Բավականին դժվար է։ Այո, շատ, ահա որ չեք պատկերացնի։ Շատ ու ռազմավարության ֆանտաստիկ գործ արեցին Ռիփսիմեն ու Լևոնը։ Ֆանտաստիկ։ Տեղերով փոխվեցին, որտեղ Ռիփսիմենի վրա էր ուժ ընկած։ Ես իջնում եմ։ Հիմա ես գնում եմ առաջարկ անելու։ Երեխեք, մի պա եկեք թիմային աշխատանք սովորեք, հետ եկեք ցույց եմ տալի։ Լևոն, վերջին առաջարկն է, Ռիփոն հրաժարվել է։ Հենց հիմա բաց ես թողնում, դու մի անգամից անցնում ես եզրափակիչ։ Ոյ։ Մի անգամից։ Ոյ։ Լավ բոլորս պետք է անցնենք եզրափակիչ։ Մերժում ես, վստահ ես։ Լավ։ Լավն է եզրափակիչը, բայց Համոզում էր։ ստացվեց։ Իհարկե, ես գիտեի, որ չի ստացվելու։ Արամ ջան։ Ինչա։ Լիլ, բեր մեշկովս գցի միա ձերս թողեմ։ Ծրծրա ինձ, հիմա քաշի, Եթե ասում աղջիկա թողնում, քաշի, բրնել ես, չէ, լիլ բրնի։ Լիլ։ Վերջին առաջարկն է։ Լիլ չթողես։ Եթե թողնում ես պարանը, դու մի անգամից ասում ես եզրափակիչ։ գիտես ինչ։ Քեզ փողը հետաքրքիր չէ։ Ամեն դեպքում ասեմ պարտվելու եք։ Լիլ, ես քո տեղը լինեի կգնայի դիմացը, Լիլ։ Ես քեզ խորհուրդ եմ տալի։ Որտեղ Ռիփսիմեն ու Ռաֆն է։ Վերջին հնարավորությունն է, 3 հաշվով, եթե չես թողնում։ 1 Լսի, փորձի, պարանը սենց անես։ 1 Ես հավատում եմ քեզ։ Ես քեզ հավատում եմ։ Դու շատ ավելի ուժեղ ես, Ռոբ, լսում Եթե ես։ դու թողնում ես, դու եզրափակչում ես։ Լիլո! Լիլո! Եթե դու թողնում ես, դու եզրափակչում ես։ 3 հաշվից։ Դու եզրափակչում ես։ Ռոբ չանես, կարաս դու։ Լիլո! Ուր ես հել է։ Լիլո հելի։ Դավաճանել էր ինձ, հիշում եք։ Լիլո հել։ Չէ։ Չեմ հավատում։ Չէ, իջացնում։ Մենք չենք իջացնում։ Մատել սարունները։ Անհնար է։ Ինչը փող։ Ցաված։ Ասած մտնած եզրափակիչ։ Ձեռքերը։ Դե հիմա այդ բանը կապ չունի։
չեմ հավատում, անկեղծ չեմ հավատում, այն ինչի որ հենց կատարվեց։ Բայց ասեմ, խելացի գտնվեց, ամեն դեպքում կարծում եմ իրենց թիմը չէր տալու պայքարել։ Դեմը ինչ կա։ Դեմից դու դուրս գայք։ Կանք ասում չեմ կարողանում պահեմ ջոկում, ես ձեռքիցս սողում եմ, մտնում է եղունքը լծալի։ Կանք որ այդքան զգում էի դեմից խիչ ասիր։ Ես մեռնելով էլի կմնայի։ Էլի կմնայի։ Գոնե կիմանայի մնացել եմ։ Եկեք մի հատ, իմ թիմը հələ եկեք։ Ես ինձ լսեք մի հատ ինձ լսի, ես շատ հպարտ եմ ձեզանով, ապրեք շատ, կար ապրես շատ, սաղից Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ։ Դուք սպասման ռեժիմում եք, իսկ Լիլիթը Գալստյան միանգամից անցավ եզրափակիչ, որտեղ ինքը Լիլիթը եզրափակչում է մնալու մնա ապրելու է եզրափակչում։ Ինչևէ Լիլիթը թողեց պարանը վերջում, իմիջիալուց դուք որոշեցիք նրան թողել նախավերջին մարտը։ Лилоин չեք ճանաչում ոչ մեկը։ Արա դե գիտեք, էլի, всё-таки она крыса такая, лясы крыса։ Անցավ եզրափակիչ ուղի։ Ինչքան փող։ Ասիր ես օրով իզնից ծախված, մալադեց։ Ուղի անցավ եզրափակիչ։ Լավ է, վտանգավոր է, բայց կոնկենեին է դավաճանել Լենա ինստոպին։ ճիշտ է։ Նայ։ Եթե ասեմ ես չէի անի, կխափեմ, դրա համար ես եկա նեի նման բան, так что օքեյ, լիլես կոկոշի։ Բայց ասեցի, որ սենց անեի։ Որը պահում է։ Ցավը տանեմ սենց էր։ Հերու գնա։ Այս սենց էր։ Պարանը այս սենց էր։ Ես էլ հնարավորություն չունեի իրան ֆրցնել։ Ցավը տա մեծ Չէի կարող ֆրցնել։ Այսինքն սենց ծկված է։ Հաղթողներն անցնում են խաղարկության, իսկ պարտվողներն անցնում են սպասման ռեժիմի։ Հաղթողներն ունեն հնարավորություն հաղթելու կամ շահելու գումար, իսկ պարտվողները զուտ պետք է հասկանան, թե իրենցից ով կանցնի եզրափակիչ, թե ով կանցնի եզրափակիչ կամ ով դուրս կմնա մեր նախագծից։ Կվերադառնանք վայրկյաններ անց։ Երեխեք ապրեք շատ, որ ինձ չգցեցիք։ Քրիս, ոնց ես պատկերացնում, մենք չեմպիոն ունեինք մեր թիմում։ Ամենաառաջինը ինձ թվում է այդ մեծ ուժ է։ Ես առաջինը չթողեի, սա պրոբլեմ է։ Շատ լավ էր։ Առաջին ձյորգդ անճար եղել, որտեղ թայմինգով ճիշտ է իր անում, այդ առաջին քաշը։ Բայց մի հատ արդար բան եկեք ասեմ, էլի, Լիլիթի հետ իր թիմակիցները նեղացել են, բայց եկեք անկեղծ լինենք, եթե նույնիսկ Լիլիթը չթողներ, մեր թիմը հաստատ կկրեր։ Ես չեմ ուզում վերագնահատեմ իրանց թիմին, բայց իրանց երկու հոգին ավելի թույլ էին, քան մերոնք։ Ու ռազմավարություն չունեին, մեր թիմը կամ չմտածված էր։ Ես էլ էի թողել։ Ինչ լավ է, որ քեզ չի եղել։ Չեմ հավատում, որովհետև դու ուժեղ փորձի հավատաս, որտեղ անկեղծ են հենց։ Լուրջ դուրս կգայ։ Բայց մեր թիմը շատ ուժեղ էր։ Իրիք խոտրավ, ինչ լավ է առաջինը դու դուրս եք։ Վարդան ջան, արի նենց չխառնենք, հա։ Երեխեք ապրեք, շատ նենց հպարտ եմ։ Մենք շատ լավ թիմ ենք։ Ացենքն էլ մեզ Շատ լավ սիրելի հաղթողներ, նախ բոլոր 8 մասնակիցներից շնորհավորում եմ, դուք բոլորդ արդեն եզրափակում եք։ Վերջին կետը Ռիփսիմե Խուրշուդյանը եւ Լևոնը Մկրտչյան իրենց ֆիզիկականը։ Լևոն, ես մի հատ հարց ունեմ։ Ռիփսիմեն գիտենք, որ մարզիկ է, բայց դու շատ թեթև ես բռնել պարանը։ Դու սպորտի հետ երբևէ կապ ունեցել ես։ Այո։ Թաքնված տաղանդ եմ։ Ես այկիդո եմ պարապել 8 տարի։ Սիրելի արուստադիտող, դուք գիտեք, որ այս հմայ ջպիտով տղան նաև սև գոտի է այկիդո որդան։ Առաջի դան։ Ես իրականում չգիտեի եւ դրա համար էլ բավականին տարբերվեց դեր ֆիզիկականը սիրելիներս, երկու մարզիկ էին դուրս եկել, երկու սովորական մահկանացուների դեմ։ Այս պահին, քանի որ միշտ մեզ մոտ լինում են սպորտային, հա, խաղեր, մենք որոշել ենք նաև հեռուստադիտողի խնդրանքով էլ հաճախ են գրում, որ նաև ուզում են որպեսզի լինի ինտելեկտուալ խաղեր, այս պահին կա այդպիսի հնարավորություն, բայց ասեմ, որ որևէ մասնակից դուրս չի մնալու նախագծից, դուք արդեն բոլորդ նախագծում եք, արդեն եզրափակում եք, բայց դուք ունեք հնարավորություն ամեն մեկը շահելու 50,000 ID coin, որովհետև այս խաղը մեզ համար պատրաստել է Իդրամը, սիրելիներս։ Բրավո Իդրամ։ Եկեք բացատրեմ խաղի կանոնները։ Նայեք, էկրանին բացվելու է QR-ի մասնիկներ, որը դառնալու են ընդհանուր 1 QR, որի արդյունքում դուք ամեն մեկը ովքեր որ մնաք տվյալ ժամանակ խաղում, կհաղթեք 50,000 դրամ։ Ամեն դեպքում բոլորդ պետք է մասնակցեք խաղին։ Դուք եք ընտրում հերթականությունը, երբ որ սկսում է Ռաֆը վերջացնում է Ռուզիկը, հաջորդ շրջանը նորից պետք է սկսի Ռաֆը։
պատկերացրեցիք, պետք է չխախտվի շրջանը, հերթականությունը։ Բայց որ մասնակիցը սխալվում է, մենք են հնաժեշտ ենք տալիս, զուտ այլևս ինքը չի վաստակի որևէ գումար, բայց մնում է նախագծում ինքը արդեն եզրափակում է։ Իդեպ QR սկանավորումը կարող է ձեզ բերել iPhone, այն էլ 17 Pro։ Մեր նարնջագույն գործիքերի դրամը մեկնարկել է նոր խաղարկություն։ Կատարեք QR վճարումներ Իդրամ ID բանկ հավելվածով մինչև հունվարի 20-ը ու կուտակեք խաղարկության կտրոններ, որոնցից յուրաքանչյուրը կարող են լինել շահող։ Ճիշտ է, դուք ընտրել եք մասնակիցներս հերթականությամբ, յուրաքանչյուր մասնակցի կարող են մնացած բոլոր մասնակիցները հուշել, օգնել, բայց ամեն դեպքում պատասխանատվությունը միայն մնալու է տվյալ մասնակցի վրա։ Ճիշտ պատասխանի դեպքում մնում է այս փուլում, սխալ պատասխանի դեպքում գնում է հանգստանալու, գնում է տուն, պատասխանում է ֆինալին։ Առաջինը Ռավջանալի առաջ, այդքան էլ հեշտ հարց չէ, ամեն դեպքում։ Հələ տուտուր։ Ինչ է Marshall Blues Matters-ի բեմական անունը։ Կա երկու կարող եք ուշել, կա երկու տարբերակ։ Բայց գիտեմ, 10-րոչնի ответ։ Ասա։ Eminem։ Ճիշտ է ասում։ 50 Cent կամ Eminem չասում։ Կներեք, որ բանի տեղ չտեի, պրոստը հեշտ էր։ Ռուզիկ ջան, համեցեք։ Ճիշտ պատասխանի դեպքում էկրանի QR-ը կբացվի, սխալի դեպքում չի բացվի եւ դու կլքես այս փուլը։ Ով է գրել 100 տարվա մենություն վեպը։ Գաբրիել Գարսիա Մարկես, թե Էրնեստ Հեմինգուեյ։ Մարկես։ Այո, դուք ճիշտ եք, շատ խելացիներ են հավաքել մեր մոտ։ Այսինքն ընտանիքի պահողը։ Լևոն ջան, որ թվականին է Հայաստանն առաջին անգամ մասնակցել Եվրոտեսիլ երկի մրցույթին։ 2006 թե 2010։ 2006 թվական։ Այո, քարը Կրիստինա համեցեք։ Այս հարցը չգիտեմ, գիտեմ։ Ինչ-որ քանի դիտում ունի Գևորգ Մկրտչյանի։ Հարցը կնչի ֆիլմից։ Հայկական ֆիլմ։ Հայկական որ ֆիլմից է հետևյալ արտահայտությունը։ Այս գործի խելքը գլխին մարդապետք։ A. Նվագախմբի տղաները, B. Հաստատություն հյուսիսից։ Հաստատություն հյուսիսից, հաստատ։ Հարսնացու հյուսիսից։ Եվ վերջնական պատասխանը ուշադրություն։ Ճիշտ է։ Շատ լավ, հարցի պատասխանելու է թիմի գերազանցիկը, նորից հարցը ֆիլմից է, որ ֆիլմում է հնչում, անգլերեն է հնչում արտահայտությունը, I'm the king of the world արտահայտությունը։ Եվ այսպես, Գլադիատոր, Տիտանիկ։ Լսի, ասում ես գիտեմ։ Եթե հնչում է Տիտանիկում եւ դա ասում է Լեոնարդո Դիկապրիոն։ Ճիշտ է։ Ափսոս։ Նանո ջան, արի առաջ, որ հարթակն է առաջինը սկսել stories-ը։ Ուշադրություն։ TikTok, Instagram, Snapchat, Facebook։ Snapchat, միանշան առաջին story եղել է Snapchat։ Ճիշտ է։ Տիգրանին, Այո։ պատմական Հայաստանից հարցը։ Որն է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ A. Արտաշատ։ Այո, ճիշտ պատասխան։ B. Անի։ G. Արմավիր։ D. Վաղարշապատ։ Ճիշտ է։ Ճիշտ է, չէ։ Ճիշտ է։ Արտաշատ։ Վաղարշապատն է։ Գիտես Վաղարշապատը որն է հիմա։ Էջմիածինն է, ունդեղ են կառուցել Մայրաթորը, որտեղ ինքը եղել է Մայրաթոր։ Մայրաթորը առաջին եկեղեցին է աշխարհում, բայց Եվ այսպես ձեր պատասխանը։ մեզ փող է պետք։ Պատասխան A. Արտաշատ։ Սա ձեր վերջնական պատասխանն է։ Ոչ։ A. Ուշադրություն։ Չէ, Էկրանին։ Նայ, մեզ փող է պետք։ Վերջապես, սխալ պատասխան։ Ճիշտ պատասխանը Արմավիր։ Ֆիկս օքեյ է։ Իմ համար Էջմիածինն է Մայրաքաղաքը։ Տիգրանը այս պահին զրկվում է 50,000 ID կոինից։ Ազիվել Snapchat-ի հարցին պատասխանեք։ Ասեմ ավելին եզրափակիչը չես գնում։ Տիգրան ջան, դու արդեն եզրափակում ես, կարող ես գնալ, պատրաստվել։ Ծափարենք Տիգրանին ճանապարհին։ Քանի որ
Ռիփսիմ եմ պրոֆեսիոնալ մարզիկ է, մասնավորապես ծանրամարտիկ, հարցը կնչի սպորտից։ Ֆուտբոլ։ Ծանրամարտու ֆուտբոլը։ Անտիրա։ Որ երկրում է առաջին անգամ անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Պատասխան A. Իտալիա, պատասխան B. Անգլիա, պատասխան G. Ուրուգվայ, պատասխան D. Ֆրանսիա։ Անգլիա կլինի, գիտես, չէ։ Ինքան Անգլիան է, որ այդպես բան է։ Իտալիան հանում ենք, Ուրուգվայը հանում ենք, եվրոպական ինչ երկրեր մնացել, Ֆրանսիա եւ Անգլիա։ Անգլիան է ուրեմն։ Անգլիան է։ Մանչեսթեր։ Ես մոտ չի ստեղծ, անգլիական է ֆուտբոլը, բայց զարգացումը այնտեղ չի ապրել, Անգլիայում է եղել։ Ես էլ ասում եմ Ուրուգվայ։ Բայց չեմ հիշում, աշխարհի առաջ։ Ոնց կարա Ուրուգվայում չկա այդ պետությունը, Չեխոսլովակիայի հետ գնացել է։ Պետությունը ինչ կապ ունի, կարող հենց այդ Հիշեցնեմ, որ Ուրուգվայը լատինամերիկյան պետություն է, Անգլիան եվրոպական։ Ձեր վերջինը միայն։ պատասխան Ուրուգվայ։ Պատասխանը ճիշտ է, առաջին առաջնությունը աշխարհի եղել է Ուրուգվայում, ասեմ ավելին, առաջին երկու առաջնությունները հաղթել է Ուրուգվայի ազգային հավաքականը։ Շնորհակալ եմ։ Ես ուզում էի ինձ էլի հանեիք, հա։ Շատ լավ։ Առաջին շրջանը ավարտվեց, նորից սկսում ենք նույն հերթականությամբ Ռաֆ, որ մարզիկն է, առաջինը հաղթել 23 օլիմպիական ոսկե մեդալ։ Ասա։ Ես գիտեմ, անունը պիտի հիշեմ, բայց։ Ես անունները կնշեմ։ Լողորդ, ասեք, լավ, անունները ասեք, ես կասեմ։ Եվ այսպես, Հուսեյն Բոլտ, Մայք Ֆելփս, Կարլի Լուիս, թե Նադալ։ Մայքլ Ֆելփսն է, լողորդը ինքը առաջին անգամ Ամերիկան է ներկայացնում ու դարձել է օլիմպիական չեմպիոն։ Էսի։ Այս պատասխանն է։ Էս ասում։ Պատասխանը պետք է հնչի ձեզնից։ Մայքլ Ֆելփս, Մայքլ Ջեքսոնինն է, ու Ֆելփս։ Մայքլ Ֆելփս։ Հիշեցնեմ, որ այս թիմում կա գերազանցիկ եւ դուք բացում եք 8-րդ քյուարը։ Ռուզիկ ջան, հարցը կնչի երաժշտությունից, որ երգչուհին է համարվում ամենաշատ Գրեմի հաղթած կին արտիստը։ Ես գիտեմ։ Ես է գիտեմ։ Թողասի։ Okay. Taylor Swift, Beyoncé, Adele, Lady Gaga։ Beyoncé-ն Չէ, Beyoncé-ն չի, Taylor Swift-ն Հիմա այս վերջով չգիտեմ Taylor-ն է, բայց բանն Adele-ն է եղել։ Adele-ը եղել է, Չէ, Taylor Swift ինքը։ Taylor Swift-ը այս վերջին 4 հատ տարել է։ Ինա, բայց Ադելը ավելի շատ է շատ։ Ժոր, չէ։ Adele-ը մի անգամ իննատ է շահել։ Այս վերջում անցել է ոնց որ Adele-ին։ Լավ, օքեյ, եկեք թիմի չդավաճանեմ, թիմի ասած պատասխանը ընդունենք։ Որն է պատասխանը։ Ուրեմն, սիրելի երեստադիտող, ընդամենը 2 փուլ առաջ Ռիփսիմե Խուրշուդյանը դեմ գնաց թիմին, երբ որ քննարկվում էր Անգլիան, նա ընտրեց Ուրուգվայ եւ ճիշտ դուրս եկավ, այստեղ գրեթե նույն պատկերն էր։ Ռուզիկը ասում էր Beyoncé-ն, թիմը դեմ էր եւ ճիշտ է Ռուզիկը։ Դե լավ, դե։ Գրեմի ամենաշատ վաստակած անձնավորությունը Beyoncé-ն է, Ռուզիկ, դու չես վաստակում այս փուլում 50,000 ID coin։ Դե լավ, դե ոչինչ։ Ոչինչ, դե լավ։ Չաթ ենք բացում, Չաթ ենք բացում իդրամի բանացնես ուղարկում ենք։ Ռոպեին Beyoncé-ն, հա, վերջի տարվա։ Ախեք, երդվում եմ, հարցը այդ 50,000 դրամը չի։ Ասենք ես դեռ Արամը չեր ասել, ասեցի գիտեմ։ Գիտեի ասել կամք ունես հասուն աղջիկ ես։ 50,000-ները գնացել։ Շպրտեմ մրետ է դիցուր։ Շատ լավ։ Լևոն ջան, Ողորմալները դες կվճարեմ, հա։ որ թվականին է Հայաստանը հռչակվել անկախ պետություն։ 1990, 1991, 1988, թե 1992։ Վերջինը։ Երկու։ Վերջինը։ Երկուսը։ Լևոն ջան, 92 թվականին, 1992 թվականին ԽՍՀՄ-ից, այո։ Չէ, մի ասալը վերջնական, մի րոպե, չէ, խնդրում եմ։ Չէ, 92-ի պատերազմը էր, բայց 91։ Okay, Հայդալեկին եմ լսում 91 թվականին, բայց կարծում եմ 92-ը։ քո վերջնական 91։ Իմ համար շատ ֆենոմենալ էր Հայդալեկի այս վստահությունը, ճիշտ պատասխան 1991։ Այս պահին բացված է 9 QR-ի մասնիկ։ Այդքան էլ հեշտած չէ Քրիստի քեզ բաժին ասել։ Ուշադրություն։ Ինչ լեզվով է գրված առաջին
ամբողջական մարդու իրավունքների հռչակագիրը։ Պատասխան A. անգլերեն, պատասխան B. ֆրանսերեն, C. արաբերեն, D. լատիներեն։ Ասա արաբերեն։ Դու չասես արաբերեն։ Անգլիան պատերազմի մեջ է, Ֆրանսիան ուզում է խաղաղ։ Պատասխան։ Լավ, ֆրանսերեն։ Ճիշտ է։ Հաջորդ հարցը գերազանցիկն է գալիս առաջ, չնայած այս դեպքում արդեն հայդալեկ է եկավ։ Անունից է։ Առաջին համակարգչային վիրուսը ստեղծվել է ինչ նպատակով։ Վնասելու, փորձարկման կամ ուսումնասիրության, հակերի խաղի համար, ֆինանսական շահույթի համար։ Տարբերակ երրորդ հակերի խաղի համար ստեղծվել է այդ վիրուսը, որը շատ կարճ կյանք է ունեցել։ Իսկ վստահ սխալ պատասխան։ Կարա լինի սխալ, չգիտեմ։ Նայ առաջի անտիվիրուսը Կասպերսկին է։ չի։ Չէ, Կասպերսկին է, ռուսներն են սարքել։ Եթե կարելի իրանց ուզեն այն վնասեին ինքը։ Առաջին վիրուսի մասին է խոսքը։ Հա, ես էլ ասում եմ առաջինը։ Ինչ նպատակով է ստեղծվել։ Շատ եմ ուզում միանալ մի անց թիմի, որտեվ ինձ մեղավոր եմ զգում մի քիչ հակերի խաղի համար։ Բրավ, դու լքում ես այս փուլը, ճիշտ պատասխանը փորձարկման ուսումնասիրության համար։ Դու չբերեցիր 11-րդ QR-ը ձեր թիմին։ Վերջին հարցը սա կարող է հնչել, եթե Ռիփսիմեն ճիշտ է պատասխանում։ Ամեն մեկը կվաստակեք 50,000 ID coin։ Եվ այսպես հարցը։ Հուսամ թեթև հարց կլինի, էլի։ Որ մարզիկն ունի ամենաշատ ոսկե գնդակ մրցանակները մինչև 2024 թվականը։ Քրիստիանո Ռոնալդո, Լիոնել Մեսի, Նեյմար, Սարգիս Հովսեփյան։ Ես շատ կուզենայի որ մեր հայը լիներ, բայց Նեյմարին եմ սիրում որպես ֆուտբոլիստ, բայց Մեսին է։ Լիոնել Մեսի։ Այո։ Հայդալեկը, Լևոն Մկրտչյանը, Ռուսմե Խուշուձյանը, Կրիստին եւ Նանո Քալաշյանը գնում են այսօր տուն 50,000 դրամներով, ճիշտ պատասխան։ Շնորհակալություն Իդրամին այս հրաշալի խաղարկության համար, որպեսզի դուք ամեն դեպքում գնաք տուն 50,000 ID coin-ով, պետք է նախ եւ առաջ կանավորեք այս QR-ը։ Խնդրեմ, սիրելիներս, հեռախոսները հանեք գործի դրեք։ Ես շնորհակալություն եմ հայտնում Իդրամին այս գժական խաղարկության համար, նաև հատուկ մեր ինտելեկտուալ հեռուստադիտողների համար մենք ունեցանք ոչ շատ բարդ, շատ հավես ինտելեկտուալ խաղ։ Շնորհավորում եմ բոլորին սիրելիներս, դուք այսպես թե այնպես եզրափակում եք, կհանդիպենք եզրափակում, իսկ մենք հիմա գնում ենք սպասման ռեժիմի մասնակիցների մոտ։ Ամենակարևորը, որ մենք հիմա հաղթած կանգնած ենք այստեղ, իրանց տեղում չենք։ Ես իրանց հետ չեմ նախանձում, որովհետև նախ իրանք շատ նեղացած են իրանց թիմակցից։ Ես ճիշտ ասած մի քանի անգամ եղել եմ նման գոտում, շատ դաժան է, հիմա շատ հանգիստ եմ, որտեղ մենք արդեն եզրափակում ենք։ Սենց հերո ենք նայում, չէ։ Իրանք վայել ենք, չէ, ոնց են այնտեղ իրար հիմա ուտելու։ Եթե դու խաղայրում կկպնեիր։ Ով որ ինձ բան արե, անցած խաղի դավաճանելա, մի 3 հոգու հաստատ։ Լենան, Ստոպը։ Այո, Ռաֆը։ Չէ, ես ունեմ մեկ ֆավորիտ, ում հաղորդման առաջին իսկ օրվայից ուզում եմ, որ ինքը դուրս գա։ Ու նստեղ։ Հա, դուրստեղ է։ Արի անուններ տանք, միասին ասենք 3, 4, Գրոքսը։ Գորնա։ Ված դու ինձ պատերժկա կանես իրականում։ Ես քեզ պատերժկա կանեմ, ուղղակի։ Մենք իրանը Կրոքս ենք դրել, Այո, Կրոքսը։ Բրենդային։ Գոր։ Բայց ես իմ հաշիվները ունեմ անձնական գորի հետ, գորը շատ լավ գիտի ինչ եմ ես հետ ասում։ Հուսամիքը չի նեղանա, որտեղ ոնց որ ինքը ասեց, դա ես մտածում եմ դու չես նեղանա։ Ինչ ասեմ, համբերություն իրաց։ Ուրեմն բավականին լարված պահ է։ Մենք հիմա տեսնում ենք կանգնած բոլոր 7 մասնակիցներին, ինչի 7, որովհետև 8-րդ մասնակիցը Լիլիթ Գալստյան արդեն եզրափակում է։ Չեմ ուզում մեկնաբանել այդ փաստը։ Ամեն դեպքում նա արդեն եզրափակում է։ Եկեք հասկանանք ինչ է կատարվելու այս փուլում։ Նա խաղը ունի շատ հետաքրքիր անվանում։ Խաղը կոչվում է Մահացու հպում։ Որովհետև հպման արդյունքում կամ որևէ մասնակից դուրս է գալու, կամ որևէ մասնակից մնալու է։ Թե ինչի մասն է խոսքը, եկեք բացատրենք։ Խաղը կոչվում է մահացու հպում։
Մասնակիցներից մեկը աչքերը բաց պետք է հպվի, մյուս մասնակցին ում աչքերը փակ է, իսկ նա պետք է գուշակի։ Երբ որ գուշակում է, տվյալ մասնակիցը դուրս է գալիս խաղից։ Եթե չի գուշակում, խաղը շարունակվում է։ Խաղից դուրս են գալու 4 մասնակից։ Բոլոր մասնակիցները համարակալված են, իրենք գիտեն իրենց համարները, մյուս մասնակիցները չգիտեն։ Ձեռքերը առաջ, բոլոր մասնակիցները։ Հենց ասում եմ համար ինչ-որ մեկ, միջև երաժշտությունը չի միանում, չես բացում աչքերդ ու չես գալի առաջ։ Առաջինը հենց կսկսենք համար մեկից։ Համար մեկը բացում է աչքերը։ Մոտենում է որևէ մասնակցի, շոշափում է, գալիս է կանգնում է իր տեղը։ Շատ լավ։ Շատ վատ։ Առաջին համարը կատարեց իր ընտրությունը։ Ես հետագա մյուս մասնակիցներին խորհուրդ կտամ, տեղաշարժվելիս Լինեն շատ զգույշ, որովհետև մեկ է ձայները գալիս են։ ձեռքերը իջեցնում ենք։ Եվ բացում եք ձեր աչքերը։ Ում որ դիպչել է առաջին համարի մասնակիցը մեկ քայլ առաջ։ Բացատրեմ ինչ է կատարվում։ Եթե դու չես գուշակում, թե ով է քեզ դիպչել, դու մի անգամից լքում ես նախագիծը։ Եթե ճիշտ ես գուշակում, դու դեռ մնում ես նախագծում։ Հիշեցնեմ, որ այս փուլից միայն 3 հոգի են անցնելու մյուս փուլ, որովհետև դեռ դա չի լինելու վերջնական փուլ։ Ստոպ։ Կամ չէ արցեր տամ։ Իհարկե, կարող շփվես։ Դե Լենան չէ, իմ ընկերներից ինձ թվում է, որ Շիմոն Չիացի։ Քո վրա կասկածում եմ։ Բայց ես լսեցի ձենը, որ այն կողմից եկավ։ Այսինքն իմ կողքը կանգնողը տենց չէր լինի։ Կարինային չեմ կասկածում։ Հետաքրքիր է դիտարկումները։ Որս կասկածելի, բայց թե չգիտեմ։ Իրականում դու կարայիր հանգիստ ինձ անեիր, որ չգիտեմ, ոնց որ ասում են, անգլերեն չգիտեմ, naugat։ Պատահականության սկզբունքով դու ընտրեցիր Տիգրանին։ Ոնց որ ես ընտրեցի Տիգրանին։ Որպես ամենաթույլ մասնակից։ Ստոպ։ Սեկունդ։ Սա քո վերջնական որոշումն էր։ Այո։ Ճիշտ է։ Սեկունդ լքում է նախագիծը, ստոպը դեռ նախագծում է։ Օպա։ Սեն դեպքն որ չգիտես ինչ ռեակցիա տաս։ Ստոպ, քեզ շնորհավորում ենք դու կանգնի։ Սեկու, քո մարզական լինելը ինձ թվում է ստեղ մի փոքր քո դեմ գործեց, քո քայլվածքը զգացնել տվե, մարզական քայլված է։ Դու լքում ես Arm Games նախագիծը, բայց մի բան եմ ուզում ասեմ, որ դու շատ հավես էֆեկտ ես տվել այս նախագծին, քո տեսակով։ Մաքսի շատ, ես շատ ուրախ եմ, կարևոր լավ դրամատուրգություն ստացվել է, ու ավելի շատ երեխա համար եմ եկել, որ շատ սիրում է, շատ ավան է, պապա ուզում եմ կստենամ, դա եկա, կարևոր, կարացվի, մեղսի, big love։ Բայց ես մի շատ կարևոր բան եմ ուզում ասեմ, քանի որ Սեկուն ունի որդի, չէ՞ ունես, ես ճիշտ եմ, չէ՞։ Որդիդ վստահ եմ պաղպաղակ կսիրի։ Անպայման ուզում եմ մեր գործընկեր Pinkberry կողմից, այո, շատ հավես մի պաղպաղակիս հետ, արկը ուղարկենք հենց քո որդուն։ Հիմա կուզեմ մի հատ մոտենանք Pinkberry սառնանի, ես քեզ շնորհավորում եմ այն նրա համար, որ դու կիսաեզրափակչի մասնակից ես, այս պայն մայրամ հետ խնդրեմ մոտենանք Pinkberry, հա, սառնանին այնտեղ քեզ սպասում եմ
հրաշալիարկը, որը կտանես մեր կողմից քո որդուն։ Շնորհակալություն։ Merci։ Ակա։ Արի։ Սա քեզ։ Շնորհավոր։ Merci։ Քեզ եւս մեկ անգամ շնորհակալություն ու հաջողություն։ Շատ merci։ Վայելեք։ Այո, կվայելենք, շատ շնորհակալություն բոլորին։ See you next time։ Ես կարծում եմ պետքա գտնեմ իմ սեփական տարբերակ էս լարված իրավիճակից դուրս գալու, իսկ դա ինձ համար քաղցր ուտելն է։ Բայց որը ուտենք։ Սեկուն գնաց։ Գոնե մի քիչ տրամադրություն ես թվում է իրա բարձրացրեցիր։ Պողակով։ Այո։ Եվ այսպես համար 5 Բոլոր ձեռքերն իջացնում են, աչքերը բացում ենք, Ռոբ։ Ռոբ հիշեցնեմ, որ եթե դու չես գուշակում, թե ով է քեզ հպվել, դու լքելու ես նախագիծը։ Եթե գուշակում ես, դու շարունակում ես մնալ նախագծում։ Շատ բարի։ Բայց ասեմ, հենց էներգիայով կպավ, տոկ խփեց։ Հասկացա։ Ըստ քեզ աղջիկ թե տղա։ Կարծում եմ տղա։ Okay։ Դե անի ինչ եմ կասկածում։ Կարայնը չեմ կասկածում։ Ելենայինը չեմ կասկածում։ Տղեկի մեջ եմ։ Դու կարող շփվես, կարող հարցեր տաս, կարող ես միանգամից որոշում կայացնել։ Չէ, միանգամից որոշում կայացնել։ Որոշումը կողմն առողջ։ Ինձ թվում է գորը։ Ես ինքան ուրախ եմ։ Ես չէի։ Բարի ջանը։ Ուրախ եմ շատ։ Սիրներս, Ռոբը որոշեց չքննարկել, նա որոշեց, որ գորն է, Հա, միանգամից որոշում կայացրեց։ բայց մենք չենք ասի, թե ով էր։ Այո։ Ռոբը սխալվեց, Ռոբը այս պահին լքում է Arm Games նախագիծը, սիրելիներս։ Շնորհակալություն։ Կարծում եմ Ռոբը այն մասնակիցներից էր, որ համարվում էր ֆավորիտ միանշանակ, նորից այն մասնակիցների թվին էր պատկանում, ովքեր որ երբևիցե չէր հայտնել, չէ՞ վտանգավոր գոտում։ Ոչ։ Չէ, խաղաղ ես ընթացքում ինքն իր ճանապարհով եկել էստեղ էր հասել։ Ինձ թվում է դու պետք է ջերմ բարևես Դիլիթին Գալստյան, ամեն դեպքում։ Չէ, չեմ կարծում։ Բոլորն էլ իմ ընկերներն են, խաղից դուրս բոլորն էլ իմ ընկերներն են, Արամ ջան։ Ես չեմ կարծում, որ այդպես կարիք կա։ Ասեմ, որ Ռոբերտը ամենավերջին մասնակիցներից է, ում ես շատ քչերին եմ ես անձամբ, զանգել կամ գրել, հենց Ռոբերտը մասնակիցներից մեկն էր։ Ես շնորհակալություն եմ հայտնում, շատ հավես գույներ տվեցիր մեր նախագծին։ Սիրելի հեռուստադիտող, Arm Games նախագծում մենք այլևս չենք տեսնի մեր ֆանտաստիկ պարող եւ պարոսույց նաեւ Ռոբին։ Ճանապարհ ենք ծափարություններով։ Դու ասա նեղվեցիր։
Հա, անկեղծ ասած նեղվել եմ։ Ընդհանրապես յուրաքանչյուր մասնակցի դուրս մնալուց եմ նեղվում, բայց Ռոբը այսպես իր համար խաղ այս ամբողջ ընթացքում չեմ նկատել, որը որևէ մեկին նեղացներ կամ կպներ հրեր մի բան աներ, որ հակակրանքել է առաջանել։ Սուցիչ ամեն դեպքում երեխաներ ունին բազմաթիվ աշակերտներ ունին։ Շատ լավ, մենք շարունակում ենք։ Բայց զգացել ես, որ ինչ որ արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, ինձ մի քիչ քո նման եմ պահում, սառնասիրտ եմ արդեն դարձել։ Ձեռքերը պարզում ենք, աջ ձեռքը պարզում ենք։ Միայն աջ ձեռքը։ Համար 2 Շատ լավ։ Բոլոր աչքերը բացում են։ Գոր։ Ես հա, մի հատ կլինի մատներին նայեմ բոլորի։ Իհարկե, չես կարա հպվես, բայց կարաս նայես։ Բայց չհպվես։ Ես գորի դեմքի արտահայտությունը նայելով ինձ թվում է ինչ-որ բարդ ընտրություն է սպասվում քեզ, բայց ես նորից հարց տամ։ Տղա թե աղջիկ։ Ինձ թվում է աղջիկ։ Okay։ Ստյոպան եթե լիներ ճճտոց այս կողմից եմ լսել, վստահ եմ 100%-անոց, բայց Լեանյանցում է, բայց նո, ես չանի այտենց 100%-անոց խաղացել եմ, Լենայի մոտը չէր։ Այս կողմից եկավ ու շատ էր ասենց կռուգա տալիս, արեստական, ճճտոց ընդուց եկավ։ Անդու էր, չէ, հաստատ։ Բարդը։ Չէ, եղունքը։ Կամ Ստյոպան էր, կամ Անին։ Շատ երկու կանացի մատներ։ Դե որտեղ քո մատներն են այդ շատ բարակ ու նոր, ասում աղջիկը ասում ես հա, Նա ես հիմա մտածում եմ թե քո մատները շադրություն դարձեցի, նա քո մատներն են շատ բարակ։ Շիլա կարա։ Ափսոս ֆրանչ կարա իրանի։ Լավ, դե եկեք հիմա ասեմ։ Գորջան, ընտրությունը քոնն է։ Ես հաշվում եմ 3-ը։ Սոցիալական վիդեոներ։ Այն մասնակցի անունը, որը որ մտածում ես, հպվել է քեզ։ 1 2 3 Անին։ Վստահ։ Հա, ինչ ուզում եք լինի ավելի։ Տիկնակ եւ պարոնայք, բազմաթիվ երկրպագուներ ունեցող մասնակից Անին, ինչպես շատերը նրան ասում են, ինչպես շատերը գիտեն, ինչպես նրա նիկն է, Lady Անին լքում է Arm Games-ը։ Իրականում ես հիմա պատկերացնում եմ ինչ է կատարվելու այս կիսաեզրափակչից հետո, որտեղ ես պատկերացնում եմ, թե ինչ են գրելու նրան սիրող երկրպագուները, որտեղ Անին ունի բազմաթիվ մարդկանց քանակ, ովքեր սիրում են։ Մի մեծ բանակ ես կասեի։ Մի հատ հարց կարամ տամ։ Իհարկե։ Ան ինչի ես։ Անկեղծ ես ուզում։ Անկեղծ։ Նախորդ խաղի ժամանակ, երբ ես ուժասպառ ընկած էի, ես օգնեցի բանին, նանոին դրանով։ Չէ, դու եկար ու մի հատ արտահայտություն արեցիր, որը որ ինձ խոցեց։ Ինչ։ Ասացիր, որ ես շատ անբախտ եմ։ Անբախտ ես։ Չեմ։ Չէ։ Ես կուզենամ դու իդեալական բախտ ունենաս, բայց այս անգամ բախտը չբերեց, ափսոս։ Անի, ես ափսոսում եմ, ամեն դեպքում ցանկալի է քեզ տեսնել գոնե եզրափակչում։
որտեղ եզրափակիչը սիրում է այն մարդիկներին, ովքեր չեն սիրում պարտվել, ովքեր ունեն հաղթողականություն, բայց այս պահից սկսած Լեդին, Անին լքում է Arm Games-ը։ Ինձ հիմա շատ դժվար է լքել, որովհետև երևի մասնակիցներից շատ իմ կյանքի շատ մեծ հատված է դարձել Arm Games-ը ու ես շատ մեծ ցավով, բայց շատ մեծ արժանապատվությամբ եմ լքում այս խաղը, ընդունում եմ պարտությունս, երեխեքս շատ սիրում եմ, մյուս մասնակիցներին շատ սիրում եմ, կուզենամ բարձրաձայնել այն, որ ի սրտե ցանկանում եմ, որ այս եթերաշրջանը հաղթի հռիփսիմեն։ Գյումրին է խոսում, ասմացալը մարդ է սիրում։ Չգիտեմ, ինձ թվում է, որ մի քիչ է խոսեմ, կհուզվեմ, դրա համար ուզում եմ Թող ես արդեն հուզվել եմ քո փոխարեն դու խոսա։ Ուզում եմ սենց շատ մեծ սիրով այս սաղ սերս փոխանցեմ ձեզ ու լքեմ ձեզ։ Ապրես աղջիկս։ Կապարենք Անին, սիրելս։ Բայց ես կարամ մի հատ բան ասեմ։ Իհարկե։ Հանուն արդարության ասեմ, որ Անին այս ամբողջ փուլերի ընթացքում ամենաբախտավորն էր, կապ չունի, որ ես իրեն շատ սիրում եմ, մտերիմ եմ, կուզեմ ասեմ, որ ինքը միակն է եղել, որ անբախտ ընդհանրապես չի եղել, սա իմ սուբյեկտիվ կարծիքը չի միայն։ Շատ լավ, բայց ամեն դեպքում, ինչպես Գոռ ասաց, այս անգամ նրա բախտը չբերեց, իսկ մեզ մոտ շատ կրիտիկական պահ էր, որովհետև մնացել են 4 մասնակից, որոնցից մեկը կլքի, 3-ով կանցնենք իմ ամենասիրած խաղարկային փուլ։ Բոլորը գլուխները կախում են, աջ ձեռքը պարզում են։ Համար 7 Աչքերը բացում ենք։ Պաստորեն մեզ մոտ այս փուլում կա հերոս, ասում եմ, ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Ստոպ։ Ստոպը 2 փուլ անցել է ամեն դեպքում։ Եթե Ստոպը այս փուլն էլ հաղթարի, ամեն դեպքում դա կլինի բավականին լուրջ հաղթանակ, զգայունության թագավոր Ստոպ։ Լենա, Գոռ, թե Կարինա։ Դե Լենայից չեմ կասկածում։ Այսինքն Ելենային դու ոչ մի կերպ չես դիտարկելու։ Չէ։ Ոչ մի կերպ։ Ոչ մի կերպ։ Սա քո վերջնական պատասխանն է։ Ահա։ Դու չես կարող փոխել, եթե հիմա ասում ես ոչ։ Հա, վերջնական պատասխան։ Լենա, դու արի մեզ մոտ, դու արդեն հաջորդ փուլում ես։ Մի հատ մատները ցույց կտաք ձեր, որ խնդրեմ։ Ես բացատրեմ ինչ տեղի ունեցավ, Լեն, դու արի Արի, արի դու։ 3 մասնակիցներից մեկը, Լենան արդեն այս խաղի վերջին փուլում է։ Որտեվ դեռ խաղարկություն կա։ Դեռ դու եզրափակչում չես։ Թողնես ապրենք։ Գոռ թե Կարինա։ Եթե Ստյոպը ճիշտ է պատասխանում, Ստյոպը մյուս մասնակցի հետ, ով որ իրեն չի հպել, գալիս է խաղարկության փուլ։ Եթե սխալվում է, Ստյոպը լքում է նախագիծը միանգամից։ Չգիտեմ, Գոռնա թե չէ։ Բարդ է որոշումը, բայց Ստյոպը խելացի տղա է։ Կհավաքի իրեն եւ կկայացնի որոշում ամեն դեպքում։ Եթե ճիշտ իր համար դա լավ է, դիմացինի համար ոչ։ Կներես ես իմ մեջ եմ կարող քեզ լսել։ Լավ։ Շատ լարված եմ։ Դե կարող եմ խոսեմ, բայց
Օրինակ Կարինային ցենց խաղի մեջ կարելի ասել վստահում եմ։ Ես իրան չէի ընտրի։ Ինչու ճիշտ։ Իսկ դու ինձ կընտրեիր։ Դու այսօր ասցիր, եթե իմ ու Լենայի մեջ լիներ, դու ինձ կտրեիր։ Ստիպված կարող է ընտրեի, ես է ստիպված քեզ ընտրեի, չես կարող ասես։ Բայց ես իրականում ոչ մեկի չէի ուզենա ընտրեի, ոչ մի։ Իսկ դու։ Դու ինձ երբ որ ես ընտրեցի Անին, հարցրի ինչի ես։ Ես էլ ասացի, ընտրել, ասիր չէ, ասացի ես է չէ։ Գորներ։ Վերջնական պատասխան տուր, ես հարց մի տուր։ Գորներ։ Ֆենոմենալ զգայունություն ծոփը անցնում է հաջորդ փուլ։ Սա իրականում ֆենոմենալ էր։ Գոր, ես կխնդրեմ մոտենաս մեզ։ Ես երբեք ոչ մեկի չեմ ընտրել։ Կարինան, Լենան եւ Ծոփը այս պահին Մի հատ ես էլ ես մորթուն օջողում։ Շատ մեծ պատասխան տվեցիր, որ ես Գորի տեղը լինեի, ամեն դեպքում չէի կպնի Ստյոպին։ Ես էլ։ Ինքը հենց կպավ Ստյոպին, հա, ես մտածեցի պետք չէր որ Ստյոպին կպնեի։ Այո, ես իրականում կպնեի Կարինային, որպեսզի երկու ընկերների այս դիալոգը չլիներ, բայց մաթեմատիկորեն կարծում եմ այստեղ դու սխալվեցիր։ ես Կարինային չէի կպնի, որովհետև ես Կարինային ուղղակի չէի կպնի, հենց այդպես ուղղակի չէի կպնի։ Բայց ես գիտեի, որ իմ ասելուց հետո ինքը ինձ կպնելու է։ Գորին, չէ, Գորին ես խաղի մեջ ճանաչելուց ես հասկացա, որ ինքը հանգիստ կարող ինձ կպներ հաներ։ Դրա համար ես չվստահեցի Գորին ու ճիշտ արեցի։ Որ Ստեփան օգնեց Տիգրանին եւ ես մնացի միայնակ ու հասկացա, որ Լենային չէի կպնի նույնպես եւ որպես մրցակից եւ նաեւ ճանաչում եմ Լենային արդեն երկար տարիներ եմ, Լենային չէի կպնի հաստատ չէի կպնի, հաստատը Ստյոպան։ Հենց այս պատճառով էլ մաթեմատիկորեն բացառման կարգով է Ստյոպը ճիշտ ընտրություն կատարեց, քո դեպքում եւ նաեւ նախագծի դեպքում, որտեղ ամեն մասնակից այս բանը որ լքում է նախագիծը կորցնում է մի շատ հետաքրքիր խարիզմատիկ կերպ, այ դու շատ խարիզմատիկ ու շատ արագավազ առաջի փուլից նկատել եմ։ Գորջան, ամեն դեպքում շնորհակալ ենք քեզ, քո մասնակցության համար, քո գույների համար, բայց այլևս Arm Games-ը ավարտված է Գորի համար։ Ծափարենք Գորին, ճանապարհենք սերներս։ Ուրեմն թվացյալ ամեն ինչ ավարտված է, բայց Մարիամը չգիտի, մի հատ շատ դաժան խաղարկություն է սպասվում այս երեք մասնակիցներին։ Նրանցից գոնե մեկը չի անցնելու եզրափակիչ։ Խնդրում եմ։ Սա իմ ամենասիրելի պահն է։ Ես հիմա մի քիչ ցավով եմ սա ասում, նույնիսկ ինձ համար սա լինելու է դժվար։ Բայց այդ շատ անարդար է։ Արժանի են նրանք պարտվել են։ Նրանք պարտվել են այսօր։ Իրենք չեն պարտվել, իրենց խաղընկերուհին իրենց լքեց։ Ուրեմն թող Լիլիթին չթողնեին վերջում։ Դա իրենց որոշումն է եղել։ Սիրելիներս, այս պահին մենք տեղափոխվում ենք խաղարկման փուլ, որը շատ դաժան է լինելու։ Այս այն բանա, որ մենք չգիտենք, Լիլոյին ասենք շնորհակալություն, թե վատաբան է։ Շնորհակալություն։ Ես որտեղ լինեմ, կասեմ շնորհակալություն։ Բայց Լիլի մացի, որ հեսա ինձ թվում է նորմալ է, դա որ ոչ մեկի կողմից էլ չես ունենալու այն վստահությունը, ինչ որ ունի։ Բայց առաջի խաղից սկսած տենց է եղել։ Նորմալ է։ Ես իմունիտետ ունեմ արդեն։ Մարդը արդեն սովորել է, ինչ ասում։ Բայց կարևորը ֆինալում ես։ Բայց ամենալավը էս KFC սեղանի շուրջ հավաքվելն ու հաց ուտելն է։ Քո շնորհիվ է։ Կարևորը հանգիստ չէ, մրցակցություն չկա հանգիստ նստած վայ։ Ոչ։ Փչիկեր։ Երեխեք, բայց եթե ազնիվ լինեմ, եթե ես անգամ չհամաձայնեի առաջարկին Արամին, սենց դուք հաղթելու եք։ Հա, ես էլ եմ այդ ասել։ Որտեվ ես նոր եմ իմացել, Լևոնը ինքը Այդիզոյի ու սև գոտի ունի 8 տարի է։ Բայց մենք էլ ենք նոր իմացել։ Մենք էլ ենք նոր իմանում ճիշտ ասած, ու իմ համար շատ ակնհայտ էր, որ ինքն է լինելու։ Սենց պարտվելու էին երեխեքը ու ուզեն թե չուզեն։ Մեր ռազմավարություն ուներ, լավ մշակել է։ Բայց ձերոնք չէ։ Twister KFC։ Կինոմերքիվն են կողմ թե Լիլիթին են քնա։ Երեք գնանք։ Կարևորը բոլորս ֆինալում ենք։ Գնացեք։ Հա, գնացեք։ Ոնտիր։ Ես գոհեմ։ Օհո, որոշ ինչ զոհված է ես։ Մարդը այս ոդկով հասնի ֆինալ, չգիտեմ։ Մարիամ,
Դե ինչ էլ Մարիամ։ Լեն, ստոպ, Կարին։ Ես այս փուլի համար պետքա ձեզից ներողություն խնդրեմ, որտեվ մի փոքր տանջելու եմ։ Մի փոքր չէ իրականում։ Այստեղ 3 кейս է։ 3 кейսերից մեկում ուղակի կանաչ քարտ է։ Կողքը նվերով։ Որ մասնակիցը, որ ընտրեց քեսը, որի մեջ կլինի այդ կանաչ քարտը, մեխանիկորեն անցնում է եզրափակիչ նվերով։ Մյուսում քարտ է։ Հա, քարտը։ Բարի քարտ է։ Ամենաբարի քարտերից մեկն է։ Ահա։ Ինքը շատ նման է սպիտակ քարտին։ Ահա։ Ինչա լինում։ Գույնով էլ է մոտ։ Ահա։ Հիշում եք, որ խոսել էինք արծաթագույն քարտի մասին։ Ահա։ Արծաթագույն քարտը թույլ է տալիս տվյալ մասնակցին նորից տեղափոխվել եզրափակիչ, բայց իր հետ տանել յուրաքանչյուր մասնակցի յուրաքանչյուր հաղորդումից։ Ոչ միայն այս հաղորդումից, որտեղ սպիտակ քարտը այդ տալիս է հնարավորություն միայն այս հաղորդումից։ Իսկ արծաթագույնը հնարավորություն ունի ետ բերելու յուրաքանչյուր մասնակցի։ Թե այս թե անցյալ յուրաքանչյուր հաղորդումից։ Բա երրորդ քարտը ինչի մասին է։ Այս ժամանակ ասում ինձ կներեք։ Ասպետական քարտ է։ Մարիամ, դու հիշում ես, ասպետական ժամանակաշրջանում, լավ, ես ձեզ հարց տամ։ Ասպետական ֆիլմեր, պատմական ֆիլմեր, ովքեր են դիտել։ Ես։ Ինչ են անում ասպետները հիմնականում ֆիլմերի ժամանակ։ Իրանք իրան զոհաբերում հանուն ավելի մեծ նպատակի։ Երրորդ քարտը ասպետական քարտ է։ Երբ 3 մասնակիցներից մեկը, ում բաժին ընկավ այդ քարտը, ինքն իրեն կզոհի հանուն ուրիշ մասնակցի։ Նախ դուք կկանգնեք այն քեսի առաջ, որի առաջև կուզեք կանգնել, բայց հետո հնարավորություն կա փոխելու, կարող եք խաղարկել։ Նախ որոշեք, թե որ քեսերի մոտ եք կանգնելու։ Ինձ թվում է, ամեն մեկը իր քեսի մոտ կգնա։ Ես խորհուրդ կտամ, որ ես չգիտեմ, չէ՞ քեսերում ինչ է կատարվում։ Մի բան գիտեմ, որ կա խաղարկելու տարբերակ։ Տարբերակ 1. Դուք հենց հիմա բացում եք ու ում ինչ բաժին է ընկնում, դա դառնում է իր քարտը, տարբերակ 2. Ես ընտրում եմ այն մասնակցին, ով չի բացում իր քեսը եւ նա ունի հնարավորություն խաղարկելու իր քեսը մյուսների հետ կամ թողի ինչպես որ կա։ Որոշումը ձերն է։ Ստումա մենք մեզ Գոնե երկուսդ պետք է այդ որոշումը կայացնեք։ Մենք մեզ Եկեք հերթով բացեք։ Հա, հերթով։ Ոնց կա տենց էլի։ Ես դե առաջինը կառաջարկեմ բացի Կարինան, Արուստանյանը մնացածը չեն բացում։ Բացում եմ, որը բարին է, այն է թող լինի։ Եթե տուն եմ գնալու, գոնե կարմիր պոմադով։ Այ ջեմ ապա։ Կանոն։ Կարինան եզրափակում է սիրելիներս։ Համուրախ եմ ամլարված է։ Կարինան եզրափակում է, նաև դու ունես նվեր։ Կարո, ինտուիցիադ լավ աշխատեց։ Ճիշտ ասած, այսօրվանից հետո կարելի է գնալ տուն ու խմել։ Քեզ հեսա Արամը շատ համ է խմելու։ Քեզ համար պատրաստել է հյութ ընկերությունը այս հրաշալի հյութերից բաղկացած սետը, որը ուզում եմ իմանաս, որ հյութ ընկերությունը բացառապես արտադրում է բնական հյութեր առանց հավելումների։ Բավականին շատ վիտամիններով հագեցած այս հյութերը տրամադրում են քեզ կարան, որ մայրից չան։ Աղջիկ ես, այո։ Ծափարեն Կարինան, հյութերով հանդերձ տեղափոխվում է եզրափակիչ։ Մի հատ բան ասեմ, էլի, անկախ թե ինչ էր լինելու այսօր, ես ինձ արդեն հաղթած մարդ եմ համարում, որովհետև նենց լավ ընկերներ եմ ձեռք բերել, որ հետևում տենց
աղոթելով սպասում են, որ ես մի լավ բան ասեմ։ Լիլիթը Գալստյան օրինակ։ Լիլոն մեկա իմ ընկերուհին է, անկախ Մեկա, ամեն ինչից միշտ։ Շնորհակալություն, դու կարող ես տեղափոխվել եզրափակիչ անցած մասնակիցների մոտ։ Շնորհավոր։ Մարիամ, հիշեցնեմ, որ երկու քարտայից մեկը ասպետական է։ Այդ քարտը բացող մասնակիցը պետք է իր տեղը զոհի որևէ այլ մասնակցի հետ։ Քանի որ մնացել է երկու մասնակից, իմաստ չկա առանձին բացելու, կառաջարկեմ միասին հանել քարտերը։ Մեկը արծաթագույնն է, մյուսը ասպետական քարտն է։ Ախր երկու մտերիմ ընկերներ են։ Խնդրեմ։ Բացեցինք։ Բայց ես ասպետ չեմ ախր, ես աղջիկ եմ։ Լավ, օքեյ։ Հիմա ինձ բարդ ընտրություն է տրված, որ ես պետք է ինչ-որ մեկին իմ փոխարեն բերեմ։ Նախ, Ստյոպին բաժին հասավ երևի թե ամենաբարի քարտը մեր պատմության մեջ, ամենաբարի, սպիտակից էլ բարի, որովհետև սպիտակը թույլ էր տալի միայն այդ օրվա մասնակցին բերի հետ, իսկ Ստյոպը հնարավորություն ունի յուրաքանչյուր մասնակցի հետ բերի նախագիծ։ Ստյոպ, ես կուզեմ առաջինը դու քո որոշումը կայացնես, հետո նոր լսենք Լենային։ Լեն, ամենակիչը կուզեի դու քաշեիր ասպետակը։ Դու իմ համար ասպետ ես իրականում, բայց ուրիշ առումով։ Ստյոպը քեզ հարց ունի։ Ես կարամ Լենային հետ բերեմ։ Լենան նախագծում է։ Լենան ասպետ է քաշել, բայց նախագծում։ Լենան նախագծում է։ Լենան դուրս չի եկել նախագծից։ Բայց Պետք է զոհաբերի, չէ՞ իր հետ։ Դեռ Լենան նախագծում է։ Հիմա ես ինձ զոհաբերեմ գնամ, ինքը ինձ հետ բերեմ։ Հասկանում եմ ինչ եք ուզում ասել, ոչ։ Լենան այս պահին նախագծում է։ Հերթականությամբ, դուք եք կանգնել ըստ հերթականության, բացվել են քարտերը, քո որոշումը։ Դու կարող ես հիշել բոլոր մեր մասնակիցներին, ովքեր որ արժանի են կամ այդքան էլ արժանի չեն, բայց դու իրենց կուզես տեսնել եզրափակչում։ Ինչ-որ մեկին հանում եմ, մեկին ուղղակի եզրափակչում ես, Ստյոպ ջան, դու արդեն դու ամենաբարի մարդն ես այս հաղորդման այս պահին։ Հիշի բոլոր մասնակիցներին, ովքեր մինչ այս եղել են ու դուրս են եկել, առաջին իսկ փուլից սկսած ու արդեն դու որոշում կայացրու, թե ում իդ կբերես նախագիծ։ Ես խորհուրդ կտամ որոշումը ինքնուրույն կայացնես ամեն դեպքում։ Կապ չունի ճիշտ են ասում, սխալ են ասում, լավ բան են ասում, բայց սա քո քարտն է, միայն քոնը։ Դրա համար դու ես պատասխան տալու, քո ընտրության համար։ Լենայի դեպքը մի փոքր այլ է, Լենան զոհելու է իրան ու իր որոշումը ամեն դեպքում չի քննարկվի, անքննարկելի է։ Քոնը որոշակի կքննարկվի, դրա համար Ստյոպ։ Բայց անպայման նաև բացատրես ինչի։ Սա շատ կարևոր փուլ է։ Տվյալ մասնակիցը պարտվելով հայտնվում է քո թեթև ձեռքով եզրափակչում։ Ստյոպ։ Ուրեմն ես ընտրում եմ Սենթովին։ Անընդհատ Սենթովն է։ Ինչի համար կբացատրեմ։ Ես իր ֆանատներին ես նվեր եմ անում իմ կողմից, որ չմտածեն ինչ-որ տրամադրվածություն կա այս ամեն ինչի մեջ, այս խաղա ու ամեն ինչ կարա լինի, ու ես ուզում եմ ուղղակի մի քիչ ցնցանչում ուղղակի նվեր անեմ իր ֆանատներին, որովհետև ֆանտաստիկ բացատրություններ։ Սենթովը նաև այսօր նկարանմանն եկե, կարող եմ մոտենալ շնորհակալություն հայտնել սիրելի երկրպագուներ, ովքեր սիրում են Սենթովին, ասեմ, որ Ստյոպը այս նվերն արել է մասնավորապես ձեզ նվիրելով Սենթովին, թույլ տալով մասնակցել եզրափակչին։ Դուք մինչ այս Հիշեցնեմ, որ Սենթովը պարտվել էր։ Ու մի անգամ քվեարկել էր։ Շատ լավ։ Ես քո լայվը նայել եմ։ Չէ, դու PlayStation ունես։ Մենք խաղանք։ Okay։
Չէ, մերսի, իրոք շատ շնորհակալ եմ։ Առանց կատակ։ Հաջողություն։ Հանդիպենք եզրափակիչ։ Մեկը հանելու ենք։ Ստոպ, բավականին տարօրինակ ըստ իս որոշում էր, բայց բացատրությունը ֆանտաստիկ լավն էր։ Ես հիմնականում եթե այդ քարտը ընկներին, ես բնականաբար այնպեսի մասնակից հետ կբերեի, անկեղծ եթե ես այդ քարտը քաշեի, ով ինձնից գոնե թույլ է ու գիտեմ որ հաստատ դուրս կգար, բայց քո քայլը այդ շատ sense վեհ ու բարձր քայլ էր, շատ շնորհակալություն։ Ստոպ ջան, շնորհավորում ենք, ինչպես նշեցինք, դու արդեն եզրափակում ես, բայց նաև ունես նվեր մեր գործընկեր Աթենք ընկերության կողմից, ով հիշեցնեմ ներկայանում է իր գերմանական երշիկներով։ Խնդրեմ Շնորհավորում ենք Ստոպի, Ստոպ ջան, դու արդեն եզրափակում ես ընկերս։ Ես այս ընթացքում իրականում մտածում էի։ Նախ կուզեմ քարտը տեսնենք, էլի, ասպետական։ Չէ, էլի։ Դենա եղել է քո կյանքում դրվագ, երբ դու քեզ քո կոմֆորտը, քո եսը զոհել ես դիմացինի համար։ Կհիշես, կարաս պատմես մեզ։ Դե ինձ թվում է այն մարդկանց, ում մենք սիրում ենք, ամեն օր էլ մեր եսը ինչ-որտեղ զոհում ենք։ Թե ինչ-որ տենց գլոբալ ինչ-որ մեկին եմ փրկի, ինչ-որ մի բանից, չէ, բայց երբ որ հարմարվում ենք սիրելով, այդ զոհելը։ Քո խաղը եզրափակում զոհելու ես, դու այս քարտը վերցնելով, այլևս չես կարող լինել եզրափակում։ Քո տեղը, քո փոխարեն, քո վաստակած տեղը, կրկնում եմ, որովհետև դու վաստակել ես լինել եզրափակում, դու կզիջես որևէ մասնակցի։ Քո որոշումը։ Լավ, ես որոշում կայացրել եմ, թե ում կուզեի տեսնեին փոխարեն, կարամ ասեմ արդեն։ Իհարկե։ Ես կուզեմ, որ ընտանիքի միավորում տեղի ունենա եւ կուզեմ Գևորգ Մկրտչյանին զիջեմ իմ տեղը, որ ինքն ու Քրիստը միասին լինեն եզրափակում։ Ինձ թվում է Քրիստը այս նորությունից ավելի շատ կուրախանա, քան Գևորգ Մկրտչյան։ Ինչ խոսք, այ միջայլոց Գևներ էր այստեղ։ Հիմա մարդիկ կմտածեն բոլոր մասնակիցները, բայց մի հատ կուզեմ օպերատորը ֆիքսի այնտեղ, որ շատ մասնակիցներ կան այնտեղ, ովքեր եկել են, սիրելիներս։ Ովքեր եկել են, ոչ միայն այն մասնակիցները, ովքեր անցան այս բան եզրափակիչ, սիրելիներս, Լենան զոհեց իր տեղը, Լենան լքում է Arm Games-ը, իր փոխարեն եզրափակիչ է անցնում Գևորգ Մկրտչյան։ Ես կուզեմ Գևին ու Կրիստինային ծափարենք, Կրիստին ջան, Գևի ճանապարհվեք եզրափակիչ փուլ, Լենային հրավիրենք մեզ մոտ։ Ուզում եմ ապրումներդ հասկանամ, տխուր ես։ Մեն շատ, հա։ Որ մի քիչ խոսեմ կուզվեմ։ Արի հուզվենք իրար հետ։ Չէ։ Դե լավ, մի քիչ նախ ուզում եմ մի փոքր այս ամենը սենց սառացնեմ, որտեվ հիշում ես, մենք մի շատ հետաքրքիր նվեր ունենք Pinkberry-ի կողմից։ Ես ուզում եմ դու էլ իմանաս, որ այդ նվերը պատրաստվել է հատուկ մեր նախագծի համար, որտեվ նրանք չունեն unlimited card հասկացողություն եւ Pinkberry ընկերությունը հատուկ այս քարտը ստեղծել է մեր նախագծի համար ու ես սիրով այս բանը կփոխանցեմ քեզ, հա, այդ հրաշք ընկերության իր համեղ պահպակներով բաղկացած քարտը, որը դու ամբողջ տարվա ընթացքում կարող ես օգտագործել։ Կարաս իմ տղուն դասանին տանես պատիվ տաս օրինակ, էլի։ Մի հատ ուզում Լենային ծափարենք, էլի։ Մենակ կուտես Լեն։ Սա քոնն եմ։ Մերսի շատ։ Փոքրիկ սփոփանք էր սա քեզ։ Հիմա Մայրամը տվայտվում է։ Ինչ անեմ, թողեմ։ Ինձ ինչ թողես։ Կօգտագործեմ։ Կօգտագործեմ, ես էլ ուրիշ հնարավորություն չունեմ օգտագործելու։ Բայց իմ Օգտագործում եմ։ Բայց այդ դեպքում զոհը քիսա տա մնում։ Այսինքն Թե զոհը մեկ արվում ես քեզ։ Սիրելի հեռուստադիտող Մայրամն ունի դեռ իմունիտետի քարտ, որը կարա օգտագործի, բայց կարա թողի եզրափակչի համար։ Եզրափակում դու թույլ չես տալու ես իմունիտետից օգտվեմ։ Թույլ կտամ, խոստանում եմ։ Խոստանում եմ թույլ կտամ։ Որոշումը քոնն է։
Նախդը թողած ասում են։ Չէ, հաստատ, տալիս եմ իմունիտետս Լենային։ Պես չի չէ։ Արի մոտ է, Սենց ավելի դաժան է։ Լեն շատ մի գրկիր են, ես եմ իմունիտետս տվել, ինձ գրկի։ Լեն ես եմ թողել, որ ինքը այդ իմունիտետը տվել է։ Այսենց Այսենց քյուտ ապրումային սիրելիներս մենք տեղափոխվում ենք 14 հոգանոց եզրափակիչ Arm Games եթերում սպասում է ֆանտաստիկ եզրափակիչ խաղ սիրելիներս 14 հոգի մրցելու են միմյանց դեմ չեմ պատկերացնում ոնց ենք այդ հաղորդումը ստանալու Լենա դու եզրափակչում ես Մերսի շատ Դուք բռնվեք Այ հիմա մեծ հաճույքով գնալու եմ ուտեմ ու բոլորին էլ պատիվ տամ։